դարձյալ նույն թեման էր շոշափվում։ Նախ առաջին հերթին ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը հետևյալն է, թե իմ որպես մասնագետի, թե մեր քաղաքական ուժի, որ որևիցե միջամտություն եւ ներազդեցություն ընտրական գործընթացի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրողի կամքի վրա անթույլատրելի է եւ այստեղ երկակի անթույլատրելի իրավիճակի ենք առերեսվում, որովհետեւ ինչ է անում, հա, երկրի վարչապետը մեկնաբանում է արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, իսկ արտաքին հետախուզության ծառայությունը մի անորոշ հայտարարություն է տարածում, լրացուցիչ ահաբեկելով մեր հանրությանը, հա, ինչ ասել է օտարերկրյա միջամտություններ, հա, ներազդեցություն։ Եթե նման հայտարարություն է պետական մարմինը տարածում, պետական մարմինը պարտավորվածություն ունի փակագծեր բացել, որովհետև դարձնում է այդ իրողությունը հանրամատչելի։ Եվ ոչ թե այդ հայտարարությունը անորոշ տան, հետո ցանկալի մեկնաբանություններ տրվի իշխող ուժի ղեկավարի եւ իշխող ուժի падգամավորի կողմից ու բնականաբար մանիպուլյացիոն կերպով հենց սա է, հա, այդ իրանց սիրած պատերազմների ձևաչափը։ Այդ ինչ ասել է հիբրիդ բառը, հիբրիդային պատերազմը այդպես է որևէ կերպ մեր հանրությանը չի բացատրվում, բայց հենց նման դրսևորում է ունենում հիբրիդային պատերազմը, երբ մի հատ խայծ են նետում պետական մարմնի կողմից, այնուհետև քաղաքական process-ին մասնակցող ըստ էության բացահայտ կերպով քարոզչություն իրականացնող իշխող քաղաքական ուժը սկսում է տարամեկնաբանել ուղղակիորեն թիրախավորելով ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Բոլորի համար, մեր երկրում քաղաքացիների համար ակնհայտորեն կարծում եմ պարզ ճշմարտություն է, որ մենք այս պահի դրությամբ գտնվում ենք իրավապահների խոշորացույցի ներքո, մեր կողմից անհերքելի ու անքննելի են ճշմարտությունը, որ քաղաքացու կամքի վրա որևէ ներգործություն անթույլատրելի է, ուղղակի մենք փորձում ենք հետևողականություն դրսևորվել, որպեսզի քաղաքացու ընտրական իրավունքը հավասար, արդար, ուղղակի թափանցիկ սկզբունքների հիման վրա ճշգրտորեն իրացվի։ Իսկ մենք արդեն իսկ այն քաղաքական ուժն ենք, որի պայմաններում ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը ոտնահարված է, որովհետև այս պահի դրությամբ մեր քաղաքական առաջնորդի վերաբերյալ դատական նիստն է։ Կրկին անգամ Հնչական մարմինը միջնորդություն է ներկայացրել պարոն Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Իսկ ինչ է սա նշանակում։ Սա մի բարձ ճշմարտություն է պարոն Կարապետյանի նկատմամբ այս ծայրաստիճան խափանման միջոցների կիրառումը, սահմանափակումները մի միտում ունեն, դրսևորում են իշխանության վախերը։ Ասեմ ավելին, հա, այս իշխանությունը կռիվ է տալիս պարոն Կարապետյանի ազատության հետևանքների հետ։ Ու իրենք այնքան սահման չունեն, որ այնպիսի կարմիր գիծ են անցնում, հա, իրավապահ դատական ակտով պարոն Կարապետյանի խոսքի ազատության նկատմամբ հաղորդակցման նկատմամբ կա սահմանափակումներ տարածված։ Լկտիաբար իշխանության ներկայացուցիչները, հա, ասում են, դե թող խոսի, հեռախոս ուղարկենք, թող հանրության հետ կապ հաստատի։ Հավատացեք, եթե նման հնարավորություն լիներ, չենք սպասելու իրենց ուղղորդմանը եւ արդեն իսկ մեր առաջնորդը քաղաքացիների հետ կապի դուրս եկած կլիներ։ Ուղղակի անգամ նա հնարավորություն չունի իր մերձավոր ազգականների ոչ օրենքի ուղիղ իմաստով, օրինակ իր հորեղբոր որդու հետ իր եղբորորդու հետ շփվելու, ով էս պահի դրությամբ մեր քաղաքական առաջնորդությունը վերցրել է, ստանձնել է իր վրա հաղորդակցվելու զուտ օրինակ տեխնիկապես քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Ասեմ ավելին, այսօր զոհասեղանին դրված է մեր ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Եթե այսօրվա իշխանությունը շարունակելու է չկաշկանդվել օրենքով, շարունակելու է, հա, իրավապահ մարմինների ձեռքերով եւ հրահանգավորմամբ ուղղակիորեն ներգործություն ունենալ քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ, արդեն իսկ հարվածի տակ են ընկնելու ողջ ընտրական գործընթացի օրինականությունը, դրա հետ հարվածի տակ դնելով ընդհանրապես մեր երկրի ժողովրդավարության եւ իրավական լինելու հենասյունային սկզբունքները։ Մենք արդեն այդ նախադեպը ունեցել ենք, եթե կհիշեք,
Գյումրու համայնքի ավական ընտրություններին ողջ նախընտրական քարոզչության ընթացքում ծայրաստիճան միջամտություններ տեղի ունեցան, եւ այդ միջամտությունների էպոպեան հենց ընտրություններից 1-2 օր առաջ հետախուզումներն էր իրավապահ մարմինների կողմից արշավներ ընդդիմախոսների նկատմամբ, այդ թվում օրինակ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի մերձավոր ազգականների հոր եւ որդու միաժամանակյա ձերբակալումը։ Հայտարարում են, որ Գյումրի 2 թույլ չեն տալիս համապետական ընտրությունների ժամանակ, եթե հնարավոր անցողիկ շեմը հաղթարի եւ ընդդիմությունը փորձի կոալիցիա կազմել, այս դեպքում ընտրական օրենսգրքի որևէ կետ խախտվում է, թե ոչ։ Տեսեք, նման սցենարը իրավական առումով որևէ կետ չի խախտում, բայց մենք ասել ենք, մեր քաղաքական ուժը գնում է բացարձակ մեծամասնության քվե վերցնելու, արժանանալու քաղաքացիների վստահությանը բացարձակ մեծամասնորեն, բայց նման տարամեկնաբանությունները, Գյումրի 2 սցենար, սա նրան կտա ձայները, նա նրան կտա ձայները, բացարձակապես միայն գալիս է մի քաղաքական ուժից, իշխանությունից եւ գալիս է սպասարկելու իրենց վախերը եւ իրենք թեզեր են հորինել մեր հանրության վրա ներազդելու, հա, այս քաղաքական ուժը կտա այն նախագահին, այն նախագահան կտա այս քաղաքական ուժին, հարգելիներս, այդ որոշումը, թե ով կանցնի շեմը, թե ով կհայտնվի ինչ քանակի մանդատներով խորհրդարանում, պատկանում է մի աղբյուրի, ժողովրդի։ Մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ու ժողովուրդն է այդ որոշումը կայացնելու ու բաշխելու մանդատները մեր երկրում։ Հնարավոր է, որ իշխանությունը թույլ չտա ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրություններին։ Տեսեք, մենք նմանաբնույթ սցենար զարգացումներ աչքի տակ ունենք, դա ըստ էության այսպես կոչված մոլդովական սցենարի դրսևորումն է։ Լսանի համար պարզաբանենք, որ 2 զարգացում է հնարավոր։ Զարգացումներից մեկը կուսակցության գրանցումներ, մենք ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ մեր կուսակցությունը ուժեղ Հայաստանը արդեն գրանցված է, մեր կուսակցության կառավարման մարմինը խորհուրդը արդեն գրանցված է, հաջորդիվ պետք է լինի մեր գրանցումը որպես ընտրական գործընթացի մասնակից ուժ։ Այդ փաստաթղթերի գրանցման գործընթացը մեկնարկում է ապրիլի 13-ին, մինչև ապրիլի 13-ից ապրիլի 23 քաղաքական ուժերը ներկայացնելու են իրենց փաստաթղթերը գրանցման համար, մինչև մայիսի 3-ն էլ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցումներն են փաստացի իրականացվելու։ 2 հնարավոր զարգացում կա միջազգային փորձից ելնելով, հա, ինչպես է միջամտություն իշխանությունը թույլ տվել։ Մի զարգացումը հետևյալն է, որ ի սկզբանե չեն գրանցում քաղաքական ուժին, հաջորդ զարգացումը հետևյալն է, որ քաղաքական ուժը նախընտրական քարոզչությանը մասնակցում է եւ նախընտրական քարոզչության բում պահին, այդ թվում օրինակ 3 օր, 2 օր առաջ ընտրություններից քաղաքական ուժին գրանցումից հանում են ինչ որ հիմքով, անբավեր են ճանաչում գրանցումը։ Այս պարագայում, եթե այդպիսի բախտորոշիչ քայլի գնաց իշխանությունը եւ արհեստածին պատճառներով մեզ թույլ չտվեց մասնակցելու ընտրական գործընթացներին, դա դելեգիտիմացնելու է ողջ ընտրությունները եւ բնականաբար մենք սա նկատի ունենք եւ պատկերացում ունենք նման զարգացումների համար։ Ապանման միջոցի քննությունից որևէ տեղեկություն կա, ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալություն։ Մենք նիստի այս պահի դրությամբ առավոտվանից քննությունը ընթանում է, դեռևս որևէ տեղեկատվություն չունենք, արդեն առաջին նիստը չի, հա, որ մենք 10 ժամը գերազանցում ենք քննության փուլը, որովհետև այնպիսի անհեթեթ ըստ մեր հա փաստաբանական թիմի նյութեր են բերում, որոնք անգամ առնչելի չեն քննվող գործին ու նաև նորմալ է չակերտավոր էս երկարաժամկետ քննությունները, օրինակ երբ լինում է 53 քննիչից կազմված քննչական խումբ, ինչը աննախադեպ է, ընդհանրապես Սամվել Կարապետյանի գործով մի շարք դատավարական աննախադեպեր ենք գրանցել, օրինակ այդ աննախադեպերից է գինեսային ռեկորդին հասնող աննախադեպ, հա, մի օրյա մեկ օրվա ընթացքում, հա, ֆարսաժային արդարադատություն է, երբ հատորներով գործը գնում է մի քանի ատյան անցնում, մակագրվում է քննչական ուսումնասիրում է պատասխանատու, մի օրվա մասին եմ խոսում, հարյուրավոր էջերից բաղկացած նյութի վերաբերյալ։ Այնպես որ ես լիահույս եմ,
որ այնուամենայնիվ դատական իշխանությունը կկարողանա հաղթահարել այն ճնշումները, որը մենք ենթադրում ենք, որ կիրառվում է, եւ վեր կանգնել զանգովի արդարադատությունից, որովհետեւ նախորդ նիստի քննության ժամանակ կհիշեք, հա, երբ մենք դատանի բակում ենք այդ ցուրտ ողջ օրը անցկացրեցինք, դեռ նիստի քննությունը ընթանում էր, հայկական ժամանակը, որը պատկանում է վարչապետի ընտանիքին, հետեւյալ վերտառությամբ նյութ հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով։ Արդյոք սա խմբագրական արդարադատություն էր, հա, արդյոք զանգի փոխարեն հոտվածով խմբագրության կողմից հրահանգավորվեց դատական իշխանությունը։ Այդ հարցը թողենք օդում կախված, ենթադրությունն էլ բոլորիս համար կարծում եմ նույնական են։